Ինչ փառատոն է Եղեգիս ֆեստը։ Իհարկե մենք մի քանի բառով արդեն մեր ռադիոլսողներին հասցրինք ներկայացնել, բայց ավելի մանրամասն ինչպես է գաղափարը առաջացել, այո։ Եղեգիս ֆեստը այս պահին մենք իրան փաթեթավորել ենք մեղրի շուրջ, որովհետև կոչվում է Եղեգիս ֆեստ, Վայոց ձորի մեղրի փառատոն, բայց ինքը շատ ավելի խորը իմաստ ունի իր մեջ, որտեղ ինքը նաև շատ մեծ բնապահպանական կոմպոնենտ ունի։ Բնապահպանական կոմպոնենտն էլ գալիս է նրանով, որ փառատոնը մի ծրագրի մաս է, որը հիմնադրամը արդեն մի քանի տարի իրականացնում է։ Ինչ ծրագրի։ Ծրագիրը կոչվում է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդվայրի կենդանի աղնացող կոնֆլիկտը Հայաստանում» եւ այդ ծրագրի շուրջ էլ հենց կազմակերպվում է տվյալ միջոցառումը, տվյալ դեպքում փառատոնը։ Նպատակը գիտեք որն է, որ մենք ժամանցի միջոցով նաև փոքրիկ, այսպես ասած, կրթական կաթիլներ, մեղրի կաթիլներ սերմանենք, որովհետեւ մենք նաև հասկանում ենք, որ ժամանցը կարա լինի կրթությամբ եւ կարա կրթությունը լինի ժամանցի միջոցով եւ մարդիկ չձանձրանան ու մարդիկ ավելի շատ բան վերցնեն, քան այսպես ասած հենց քառակուսի ու նաև հստակ կրթությունն է տալիս։ Ինչու Եղեգիս, մենք իհարկե այստեղ տեսանք, որ փառատոնը փորձելու է դիրքավորել այս համայնքը որպես հենց մեղրի հետ կապված համայնք եւ տուրիստական վայր, բայց ինչպես ընտրվեց եւ նաեւ մի փոքր ավելի մանրամասն ինչ է ներառելու փառատոնը։ Ծրագիրը, քանի որ տեղի ունենում Եղեգիսում, Եղեգիսը խոշորացված համայնքն է, որը իր մեջ ներառում է 12 գյուղ։ Մենք վերցել ենք հորսը, որտեղ այսպես ասած մեղրի արտադրությունը, մեղրի տնտեսությունը հորսում շատ ավելի զարգացած է։ Ինքը դասական փառատոն կարելի ասել այդպեսին է լինելու, բայց տարբերվում է կրթական կոմպոնենտներով, որտեղ օրվա կտրվածքով բացի այն որ տաղավարներ են լինելու, դուք կարող եք ազատ մոտենալ տեղացիներին, իդեպ պետք է նշել, որ հենց տեղացիներն են, հենց համայնքն է ներգրաված ամբողջ փառատոնի կոմպոնենտում, դուք կշրջեք, կշփվեք, կհյուրասիրվեք, ինչ որ բաներ կգնեք, բացի այդ նաև ունենք workshop-եր, որոնք լինելու են բնապահպանական։ Մի հասարակական կազմակերպություն կպատմի, թե ինչպես եղենջից ստանալ մանրաթել, մյուսը թափոններից ինչպես նորաձևության վերածել, մյուսը կպատմի այնտեղ մարդ-արջ կոնֆլիկտի մասին ու շատ sense տարբեր ժամային, այսպես ասած, գրաֆիկներով ինտերակտիվ հանդիպումներ լինելու, որտեղ ստեղ նաև կարևոր է, որ մարդիկ բացի լսելուց իրանք էլ ներգրաված լինեն, դրա համար մենք նաև ունենք խաղեր, որ թիմային խաղեր կլինեն ու արդեն ըստ ժամանցի միջոցով մարդիկ էլի կկրթվեն։ Դա որ հատվածն է նախատեսված, որպեսզի ավելի պատկերավոր լինի ռադիոլսողների համար, Երևանից ուր են գալիս։ Ուրեմն նայեք, պատմես դու։ Երևանից մեկնում են Վայոց ձոր, Վայոց ձորյան հորս բնակավայր, այնտեղ էլ հենց իրականացվում է փառատոնը։ Դա կենտրոնական հատվածն է հորսի։ Այո, դա կենտրոնական հատվածն է հորսի, որտեղ հենց տեղի է ունենալու ամբողջ փառատոնը։ Տաղավարները այնտեղ են շուրջ ունենալու ենք 40 տաղավար, 40-ից ավել տաղավար, որտեղ ներկայացվելու են եւ մեղր եւ այլ տեսակի ապրանքներ, զարդեր, գյուղական բարիկներ, նման տեսակի ապրանքներ, ծառայություններ, տուրիզմի հետ առնչվող ծառայություններ։ Մեկնարկը որ ժամից է եւ ժամը 11:30 է սկսվում, բայց իդեպ մենք նաեւ ունենք անվճար երթևեկության հնարավորություն, որը ժամը 7-ին արդեն այստեղից շարժվելու է հրապարակից, կխնդրենք որպեսզի փառատոնի էջ մարդիկ, այո, փառատոնի էջում դա գրանցումով է տեղի ունենալու, որպեսզի մենք էլ կարողանանք համակարգենք, շարժվելու է ժամը 11:30 սկսվում է, այնտեղ լինելու են համերգներ, միջոցառումներ, ժամանցի մասին կցանկանա եւս ավելի այո, workshop-եր ունենալու ենք նաև վարպետության դասեր, որը արդեն ոչ միայն հորսում է լինելու, այլ խոշորացած համայնքում հյուրերը հնարավորություն են ունենալու գնան մարդկանց տներ, իրանց հետ պատրաստեն լավաշ, արիշտա, գաթա ու այդ ամեն ինչը միասին համտեսեն ու այսպես ասած դա էլ լինի իրանց փորձառությունը։ Իսկ համերգային մասը բացի այն որ համայնքի մարդիկ են ներգրաված, այնտեղ երգիչներն են, այնտեղ բարի համույթներն են, մենք ստեղից ներգրավել ենք եւ հրավիրել ենք Արսեն Սաֆարյան, Արտուր Սաֆարյան եղբայրներին, իրանք ժամը 4:30 ելույթ կունենան եւ նաեւ շարունակությունը կլինի Լավելի խումբը։ Այո, սպասում ենք բոլորին։ Տեղաբնակները պատրաստ են ընդունել հյուրերին իրենց
օջախները։ Տեղաբնակների մասին միան եկեք դրականը ասենք, որովհետև եթե մենք հիմա ասեն շատ ոգևորված ենք խոսում ու մեզ համար բացարձակ բնավ խնդիր չի, որ մենք սուրճից մեզ զրկել ենք, վստահեցնում ենք, որ տեղացիները շատ ավելի մոտիվացված են ու տեղացիները կարելի ասել գրեթե 24 ժամյա մեր հետ շփման, այո, մեջ են ու իրանք շատ ավելին են պատրաստ տալ այս փառատոնին, որովհետև սա նայեք ինչքան փառատոն, ինչքան կրթություն, ինչքան ժամանց, բայց սա նաև մեծ տոն է, որովհետև սա նաև համախմբում է ոչ միայն գյուղը, այլ նաև Հայաստանը, որովհետև այս փառատոնին նպատակն է եւ Երևանից, եւ Արարատի մարզից, եւ Սյունիքից, եւ մյուս մարզերից մարդիկ ներգրավեն եւ ինչու ոչ նաև զբոսաշրջիկներ, ովքեր գալիս են Հայաստանը բացահայտելու։ Կարծես թե հենց դա էլ դրված էր փառատոնի առանցքում, որ համայնքը վերածել էկոտուրիզմի կենտրոնի, նաև ցույց տալ մեղրը որպես բավական մրցունակ պրոդուկտ, զբոսաշրջային պրոդուկտ, հետաքրքիր է այս առումով առաջին անգամ է նախ փառատոնը անցկացվում այս տարածքում։ Այս տարածքում այո, ու առհասարակ այս փառատոնը առաջին անգամ է, բայց եկեք նաև չասենք, որ մեղրի փառատոն երբեք Հայաստանում տեղի չի ունեցել, չէ եղել է ուղղակի ոչ այս մարզում, ու բայց այս մարզն էլ շատ հարուստ է հենց իր մեղրով ու դրա մասին նաև այսպես ասած քիչ են հա խոսում։ Դրա համար նպատակներից մեկը սա էր, հետո մենք առհասարակ զբոսաշրջիկին միշտ ներկայացնում ենք Հայաստան, բայց մենք նաև մոռանում ենք ասել, որ մեղրը նաև մեր բրենդն է, մեր տեղական այն քաղցրությունն է, այն համովությունն է, որ ցանկացած զբոսաշրջիկ եւ երբ ինքը փորձում է, ինքը ուղակի որ 7-րդ համն է բացահայտում իր համար։ Այս առումով հիմնադրամը հետաքրքիր է, որքանով է առանցքային առհասարակ Հայաստանում էկոտուրիզմը զարգացնելը եւ նաեւ համայնքները։ Իրականում մեծ ներդրում ունի հիմնադրամը եւ տարիների փորձ աշխատանք հենց բնապահպանության ուղղությամբ այդ ոլորտում, այդ թվում նաեւ այս ծրագրի շրջանակներում, որը արդեն իսկ 3-րդ տարին է նախատեսվում է եւ այս սիրուն գեղեցիկ եւ հաճելի միջավայրը ստեղծելով մեղրի փառատոնով, հա, կփորձենք նաեւ ծրագիրը ամփոփել։ Բացի այդ, այսպես ասեմ, բնահեն լուծումների է կիրառում մեղմելու, այսպես ասած, մարդ-արջ կոնֆլիկտը, հա, եւ նպաստել համայնքի, ոչ միայն համայնքի, այլ նաեւ մարզի, հա, ներդաշնակ եւ համաչափ զարգացմանը։ Իսկ այս դեպքում մարդ առհասարակ մարդ վայրի բնություն համակեցությունը որքանով է Հայաստանում, այս դեպքում այս համայնքում ստացված արդյոք շատ անելիք կա անելու։ Անելիքներ միշտ կան, խնդիրները միշտ լինում են, պարզապես պետք է ուշադիր լինել եւ աշխատել։ Այս դասընթացները ճիշտ եմ հասկանում, որ օրինակ հենց այդ մասով ավելի շատ ուղղված են հենց տեղի բնակիչներին, համայնքի բնակիչներին, թե։ Ոչ միայն տեղի բնակիչներին, գիտեք, ինչի, որովհետև նայեք, ողջ sense մի բան ասեմ, մի քիչ շատ ռոմանտիկ հնչի, բայց բնապահպանությունը պետք է ապրելակերպ հա դարձնել։ Շատ հաճախ ես ինքս, ասենք, սխալներ եմ թույլ տալիս, որ հետո գիտակցում ես, ասես, բայց չէ, ես ինչ որ մի բան այն չեմ անում, ու իրականում մենք մարդիկս այդ ցիկլի մեջ ամենադաժանն ենք, ամենաչգիտակցվածն ենք, որովհետև բնությունը իր համար ներդաշնակ ապրում է, ու մենք տենց գնում ենք սկսում ենք ինչ-որ բան բզբզալ։ Եթե փորձենք հանրագումարի բերել փառատոնի նպատակային հատվածը, ապա առաջին տեղում դա զբոսաշրջության խթանումն է, զբոսաշրջություն, բնապահպանություն, կրթական բաղադրիչ նաև, կրթություն եւ համայնքի ներգրավվածություն, այսպես ասած, այս բոլոր կոմպոնենտներն, որտեղ շատ կարեւոր է, որպեսզի համայնքը ինքը ցանկություն ունենա եւ զբոսաշրջությամբ զբաղվելու եւ բնապահպանության գիտելիքներ ձեռք բերելու։ Համայնք եկեք մենակ հորսը կամ եղեգիսը չառանձնացնենք։ Համայնք կարելի է նաև Հայաստանը առանձնացնել, որովհետև իսկապես բնապահպանությունը միայն մի տեղով պայմանավորված չի։ Եթե մենք խնդիր ունենք, դա արդեն ամբողջ Հայաստանը խնդիր ունի։ Եթե մենք ինչ-որ մի ձեռքբերում ունենք, դա արդեն ամբողջ Հայաստանինն է, բայց այս փառատոնի նպատակն է, այո, կրթություն, բնապահպանություն, զբոսաշրջություն եւ համայնք։ Այդ ցիկլը։ Նաև ես կասեի փոքր բիզնեսի եւ անհատ ձեռներեցների գործունեությունը խթանելու եւս մի տարբերակ է։ Որովհետեւ սա շատ լավ հնարավորություն է ու այսպես ասած հենց մենք ինչ ենք նաև նրանց ներգրավել եւ նաև խնդրել ենք որպեսզի բոլորը մասնակցեն, որտեւ եկեք անկեղծ խոսենք, նաև վախ կար, նաև անվստահության ստեղ փոքրիկ կոմպոնենտ կա, որ մարդ գալիս է ու ուզում է իր հատվածում տարածքում փառատոն կազմակերպի եւ մենք իրանց ասենք, որ սա պետք է ուղղակի նաև հնարավոր
հնարավորություն դիտարկել, որովհետև մենք կոմերցիա, այսպես ասած, չենք ընկալում այս փառատոնից, տեղ ավելի խորն է, հա, այն։ Բայց տեղաբնակները կարող են վաճառել իրենց արտադրանքը, այո, հա, իհարկե։ Բացի դրանից, եթե չեմ սխալվում, նաև հետաքրքիր հետիոտնային եւ ջիպ տուրեր են լինելու, տեղի պատմամշակութային կոթողներն է հնարավոր լինելու բացահայտել։ Տեղացիներն են։ Մենք բոլորին համակարգել ենք ու տեղացիներն են զբաղվելու, որովհետև այդտեղ նաև գիտակցում ենք, որ տեղացիից լավ ինքը համենք չի ներկայացնի, եւ սա շատ լավ հնարավորություն է նույնն էլ վարպետության դասերի մասով, որ իրանք կփորձեն կհասկանան իրանք արդյոք ուզում են լինեն զբոսաշրջության մեջ, թե ոչ։ Ու առհասարակ հայի տեսակը դուք գիտեք, մենք հյուրասեր ենք ու շատ լավ կլինի, որ այս հյուրասիրությունը բերել մի դաշտ, որ իրանք այո կարողանան նաև գումար աշխատել այս ամենից։ Ոչ զբոսաշրջային պոտենցիալ է բացահայտելու այդ տարածաշրջանի, եթե հյուրերը ցանկանան գիշերել, այդ հնարավորությունը կա այնտեղ թե ոչ։ Այո, մենք հավաքագրել ենք նաև հյուրատները ու մենք կկիսվենք մի փոքր ուշ, այսինքն փառատոնից մի քանի օր առաջ ու կասենք, որ կան այս հնարավորությունը, նախ մենք փառատոնի տարածքում ունենալու ենք ինֆո կենտրոն, որտեղ նաև ամեն ինչը արդեն թռուցիկներով տեղեկացված կլինի, այո, մենք այդ ամեն ինչը նաև հավաքագրել ենք։ Եվ նայնե մի փոքր շեղվելով փառատոնից, բացի Եղեգիս ֆեստից, այլ ինչ նախաձեռնություններ է այս տարի պլանավորված, որ արդեն իրականացրել է կամ իրականացվելու է թե ծրագրի շրջանակում, թե գուցե առհասարակ այլ նորություններ կան, որ կուզեք ներկայացնել։ Այս տարի նախատեսվում է COP-ին, այսինքն փառատոնը COP 17-ին ընթառաջ է տեղի ունենալու, ահռելի մեծ նախաձեռնություն ենք նախատեսում այդ ուղղությամբ, նաև հոկտեմբերին մեծ անելիքներ կան։ Այնպես որ տարին հագեցած է լինելու, ոչ միայն այո, բնապահպանությամբ, ինչը կարծում եմ հրաշալի է եւ իդեպ եթե ընդհանուր ասենք այս առումով նշեց Լիլիթը իր խոսքում, որ մենք հաճախ ոչ այնքան գիտակցված ենք, եթե միայն դաժանության մասին նույնիսկ չխոսենք, միևնույնն է, շատ հաճախ անգիտակցաբար ենք սխալներ թույլ տալիս, ամեն դեպքում հաշվի առնելով թե հիմնադրամի արդեն երկար ժամանակվա գործունեությունը, թե այն, որ կրթական ծրագրերը գնալով ավելի շատանում են եւ թե պետական, թե մասնավոր, թե հասարակական կազմակերպությունների մակարդակով փորձեր արվում են ավելի գիտակից դարձնելու հանրությանը։ Արդյոք առաջընթաց ամեն դեպքում գոնե մի փոքր ունենք։ Այո, միանշանակ ունենք ու նաև փառատոնի կազմակերպչական ողջ ընթացքում դա էր մոտիվացիա, որովհետև այս փառատոնը ոչ միայն փաստացի հիմնադրամն է իրականացնում, այլ նաև մեզ միացել են գործընկերներ, նաև հասարակական կազմակերպություններ, ովքեր մեծ հաճույքով գալիս են կիսվեն իրանց փորձով։ Ամբողջ փառատոնի ընթացքում ինքը շատ գիտակցված է լինելու, որովհետև մենք ոչ պլաստիկին, այսպես ասած նախաձեռնություն ունենք դրա համար, ասենք ոչ մի պլաստիկ այդտեղ չի օգտագործվելու, աղբն ենք մենք տեսակավորելու, այդ ամեն ինչը ես հասկանում եմ, որ այսօր եթե մենք տեսնում ենք, մենք դրա արդյունքները մի քիչ ավելի ուշ կգրանցենք, բայց մենք եկեք ասենք, որ այո, մենք մեծ համայնք ունենք, ովքեր որ ստվերում են աշխատում, բայց ովքեր մեծ ոգևորությամբ ու մեծ պատասխանատվությամբ են մոտենում բնապահպանությանը։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ, կարծում եմ Եվս մեկ անգամ ռադիոլսողներին հիշեցնենք, ոչ թե վաղը, այլ հաջորդ շաբաթ, հուլիսի 25-ին Եղեգիս ֆեստի հրավիրենք, մանրամասներին կարող են ծանոթանալ Եղեգիս ֆեստ, եթե որոնեն Facebook-ում կգտնեն եւ Instagram-ում։ Այո, եւ Instagram-ում։ Սիրով հիշեցնեմ, որ զրուցում էինք Եղեգիս ֆեստի համակարգող Լիլիթ Խաչատուրյանի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ծրագրի համակարգող Նարինե Կարապետյանի հետ։ Մեր հյուրերի